Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք վերադառնանք հայտնի այսօրվա որոշմանը, հաստատի պարոն Ասլանյան, ձեզ հետ միջադեպի ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա, վերջացավ գնաց, ինչ ուզում է լինի, ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա։ Հիմա ԿՊ-ից եք շատ վիրավորված։ Ես ԿՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ։ Չեք հավատում, ես մի առիթով իմ հարցազրույցներում ասել եմ, ես ԿՊ-ից ինչ հայտարարեցին, կներեք, ես ԿՊ դա ձեր որակումն է, հանրությունը այդպես չի տեսնում, ուզում եք ձեզ ասեմ, ես ասել եմ, ես շնորհակալ եմ ԿՊ-ից, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։ Դուք գաղափարներ ինչն էին գողացել, Ասլանյանից ինչն էին գողացել։ Պարոն Ասլանյան, վերջացնենք, ոյ, այս Պարոն Ասլանյան, ԿՊ-ի գաղափարները կիսում եք հիմա։ Ես իմ հարցազրույցներում բազմաթիվ անգամ ասել եմ, ԿՊ-ից իմ դուրս գալը կապված է նրա հետ, որ ԿՊ-ն շեղվել է հեղափոխական սկզբունքներից, դրա համար էլ մենք հեռացվել ենք, իրենք գնում են ուրիշ ուղղությամբ, մենք ԿՊ-ի հետ նույն ճանապարհ չենք կարող գնալ։ Եթե Հովոյ Կաղազարյանի նամակագրությունը չհանրայնացվեր, այդ ժամանակ կասեիք, խոստովանեիք, որ շեղվել է իր ուղուց ԿՊ-ն։ Սիրելիներս, նորից տանում եք ուրիշ դաս, ինչու եք այդքան, ես չեմ ուզում, այնպեսի հարց եք տալիս, իրողությունը դա է, ես ասել եմ այն ինչ կա, եթե սենց, եթե չկա։ Պարոն Ասլանյան, ասացիք շնորհակալ եք ԿՊ-ից, որ Հակոբ Ասլանյանին վերադարձրեցին, ինչն էին գողացել, ինչը այս տարիների ընթացքում ձեզանից այդ տարիների ընթացքում շատ հարցերում, երբ որ ես ներսում համաձայն չեմ եղել, բայց որպես խմբակցության անդամ ստիպված եմ եղել կողմ քվեարկելու, դա ինձ շատ նեղացրել է։ Ժամանակի ընթացքում այդ խոսակցությունները գնացել են, հասել են մի կետի, որից հետո այլևս մեր նույն ճանապարհ գնալը բացառվում էր։ Չեք այդ քվեարկություններից մեկը, որը ստիպված եք արել։ Ոչ չեմ հիշի, որովհետև պետք չի։ Դուք հասկանում եք։ Կամքին բռնացել են։ Ինչ։ Ձեր կամքի վրա բռնացել։ Գիտեք ինչ, երբ որ դուք որևէ քաղաքական խմբի, քաղաքական կուսակցության անդամ եք, ի վերջո ամեն մի կուսակցություն ունի իր կանոնադրությունը։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այդ կանոնադրությունը, երբ որ կա, երբ որ դու կուսակցություն ես մտնում, դու նաև ընդունում ես այդ կանոնադրությունը։ Դա նորմալ չի։ Դա նորմալ է, բայց երբ որ դու չես կարողանում ի վերջո որոշ բաների հետ համաձայնել, դու բարձրաձայնում ես դրա մասին։ Ի վերջո այդ բարձրաձայնումը կարող է բերել այնպիսի մի րոպեի, որ մարդիկ իրարից բաժանվեն, այնպես եք փորձում ներկայացնել Ռոբեսպիերը և Դանտոնը միասին ֆրանսիական բուրժուական հեղափոխություն արեցին, բայց հետո Ռոբեսպիերը և Դանտոնը իրարից բաժանվեցին։ Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այդպես է լինում, երբ որ մարդիկ որոշակի ժամանակ հետո որոշակի ճանապարհից իրարից հեռանում են, ինչ եք դա դարձրել բոլոլա։